Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Տիկին Ղազարյան, վաղ շաբաթի ընտրությունների հետ կապված ընդդիմությունը նաև այսօր Սևակ Խաչատրյանը ասուլիսում շեշտել է, որ եթե չլիներ Խոյ համայնքը եւ եթե իշխանությունները չմիացնեին Խոյ համայնքը վաղ շաբաթին, չէին ունենա այն արդյունքը, որ ունեցան։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, ամեն դեպքում անկախ Խոյ համայնքի միանալու եւ չմիանալու, ամեն դեպքում հենց այս միացնում էլ մեր կուսակցությունը էլի Սևակ Խաչատրյանի բարձր քվեներ է ունեցել, հետեւաբար բայց իշխանություն միանձնը չի կարողանա վերցնել թերևս այնտեղ ընդդիմության ձայները մի փոքր ավելի բարձր են։ Չէ, ասի դման եզրանկում չեմ անի, որովհետեւ ես ինքս հաշվարկ չեմ իրականացրել ինքնուրույն, որպեսզի կարողանամ հստակ հիմա ասեմ արդյոք միազնյակը ձևավորեինք իշխանություն թե չէ, բայց այնուամենայնիվ նես չէ որ խոշորացումը մեր համար առաջին անգամ ենք իրականացնում, դուք գիտեք որ բոլոր համայնքներն էլ այս պահին ընտրություններին գնում են խոշորացված համայնքների ձևով եւ հետեւաբար վաղաշաբաթն խոշորացվեց, ինչը կարծում եմ տրամաբանական էր որ մի օր խոշորացվեց եւ ընտրություններ անը։ Հիմա գիտեք ինչ տպավորություն է, որ ընդդիմությունը անընդհատ կախվում է տարբեր գործոններից, որպեսզի արդարացնի իրենց չանցնելը։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ պարտությունն էլ ընդունեն արժանապատիվ եւ ի վերջո հանգստանան հանդարտվեն, որովհետեւ փաստ է մարդիկ գնացել են, քվեարկել են, եթե ունենային այնպիսի համախոհներ, որոնք որ իրենց հստակ կընտրեին ու իրենք արժանապատվորեն եթե առաջին տեղը կզբաղեցնեն, մարդիկ դուրս կգային, կգնային, կմասնակցեին ընտրություններին եւ կքվեարկեին իրենց տեխնացուին եւ իրենք կընտրվեին։ Կան նաեւ խոսակցություններ, որ գիտեք ինչ շատ քիչ քանակ է մարդկանց մասնակցել ընտրություններին, պետք է փաստենք, որ վերջին թիմ ընտրությունների համեմատ ամենաշատ քանակով հենց տոկոսով այս անգամ են մասնակցել, ինչքանով որ տեղյակ եմ, թվերից կխուսափեմ, նշեմ, որպեսզի հանկարծ սխալ ինֆորմացիա չտարածենք ամեն դեպքում, բայց համեմատաբար ամենաշատ մասնակցությունը հենց այս ընտրությանն է եղել, հետեւաբար պետք է դրանից կախվելն էլ եմ անիմաստ համարում, որովհետեւ ել եմ ասում, եթե ունեմ սիրելի տեխնացու, ես դուրս կգամ տնից, կգնամ, այդ մի րոպեն կծախսեմ եւ կընտրեմ, կգամ։ Որ կախվել տենց բաներից Տիկին Ղազարյան, տեսեք, նաեւ քաղաքացիական պայմանագիրը նախորդ ընտրությունների համեմատ, եթե չեմ սխալվում, նախորդ ընտրություններին 50-ից ավել տոկոս եք, մասնակիցների 50-ից ավել տոկոսն եք հավաքել։ Այս անգամ մի փոքր նվազել է։ Դուք սա ինչով եք պայմանավորում։ Գիտեք, չնայած Խոյ համայնքին այդուհան։ Չէ, անդադ դա եք նշում, որովհետև այսօր էլ այդ թեզն են սկսել մտածել, եկել են հանգել են այդ եզրակացության, արդեն վաղուց այս երեք չկար այդ թեզը։ Այնուամենայնիվ ես երբեք չեմ ասել, որ տեսեք, էլի ընտրություններ եղել են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչքան հավաքել է քվե, մենք սկսել ենք մեր մեջ վերլուծենք, թե ինչու այսքան քվե հավաքեցինք, ինչու այսպես եղավ, այսինքն չենք դուրս եկել ու փորձել կախվել այս բանից, այն բանից, գիտեք, մասնակիցներն են քիչ գիտեք, էսի եղավ, չնայած որ բավականին ընտրակեղծարարություններ միջև ընտրությունների բունորը նկատել ենք Քարոզ արշավի ընթացքում եւ ես էլ հարց ուղեցի, եթե ուշադիր եք եղել հարց ու պատասխանի ժամանակ վերջին, թե ինչպես պետք է կարողանանք զերծ մնանք նախընտրական Քարոզ արշավի ընթացքում նման վարկից եւ դժվար խնդիր է, որը որ եւս պետք է լուծվի ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ձևով, բայց դեռ լուծումներ թե կառավարությունն են մտածում, թե ես ինքս գործընկերներիս հետ եմ մտածում, չգիտեմ, հետագայում ոնց կկարողանանք այնպես անել, որ այդ ընթացքն էլ հարթ ու թափանցիկ լինի, օրինական ճանապարհով լինի, բայց ել եմ ասում, միշտ ընդունել ենք, եթե քիչ ենք ձայներ հավաքել, միշտ ընդունել ենք մեր ձայները, եթե շատ ենք հավաքել, ել ենք ընդունել ու փորձում ենք մենք մեր մեջ փնտրել հարցերը, թե ինչու է այսքան ձայն, ինչու այստեղից, ինչու այնքան ձայնը, բայց կախվել ու փորձել բաներ մանգալ դա սխալ է։ Շատ լավ, Տիկին Ղազարյան, տեսեք, ընտրությունների արդյունքի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, շնորհավորեց տեխնացուին եւ ըստեղ հետաքրքիր մի միտք հնչեց, մեկը չէր, մի քանիսն էին, բայց մեկի վրա, այո, երրորդ կետին կգանք, մինչ այդ Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթի ընտրությունը մինի մոդել էր համարել 2026 թվականի ընտրությունների։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչու է վաղարշաբաթը մինի մոդել, իսկ ասենք Գյումրին, Փարաքարը մինի մոդել չէ։
Այսինքն եւ նաեւ ուզում եմ շեշտել, որ բազմաթիվ փորձագետներ նշում են, խոսում են այն մասին, որ որևէ թիմ ընտրություն չի կարող համարվել մինի մոդել խորհրդարանականի, որովհետեւ խորհրդարանականին հայտ ներկայացնող քաղաքական ուժերից շատերը ներկայացված չէին, օրինակ, վաղարշապատում։ Համաձայն եմ, որոշակի տարբերություն թիմ ընտրությունների եւ համապետական ընտրությունների միջև բնականաբար կա, բայց ինչի մինի մոդել, որովհետեւ ես ինչպես նշեցի իմ խոսքում, մենք միշտ երբ որ հավաքում ենք, տեսեք, Փարաքարում չենք անցել, չէ՞, միանձնյա իշխանություն չենք ունեցել եւ այլն, Գյումրիում տեսակ իշխան էլ բարձր ձայներ ունեինք, բայց այնուամենայնիվ չկարողացանք իշխանություն ունենալ եւ ընդդիմությունը խափելով ժողովրդին միավորվեց, դա չեմ խափելով հիմա բայց դուրս եմ գալիս, բայց պետք է հաշվի առնենք, որ տեսեք, ես իմ խոսքին որ մենք անընդհատ վերլուծում ենք արդյոք ինչի արդյունքով եւ ես կարծում եմ, որ այս ժամանակի ընթացքում մենք վերանայելով մեր քայլերը հասել ենք այն արդյունքի, որ կարող ենք միանշանակ վաղաշապատի ընտրությունը նախերգանք համարել համամասնական ընտրություններին։ Որովհետեւ ինչի Փարաքարը չի հենց տեսեք, քարոզարշավի կազմակերպման ձևից սկսած, մեր կուսակցականների համախմբումից սկսած, մեր գործունեության ճիշտ ձևավորումից սկսած, այն ինչ գործունեություն որ ծավալել ենք, այդ ներկայացումից, որովհետեւ մենք բավականին մեծ մասշտաբի գործունեություն ենք ծավալել յուրաքանչյուր համայնքում, որը որ տեսանելի է, բայց այդ մասին շատ քիչ ենք խոսել, որովհետև շատ տարբեր առիթներով ուշադրությունը տարբեր ուղղությունների վրա է եղել, գիտեք, որ օրինակ այս տարի հիմնականում շեշտադրված էր խաղաղության համաձայնագրի ընդունումը, կարծես ամբողջ գործունեությունը ուղղված էր կառավարության եւ մեր ուշադրությունը արտաքին բլոկի վրա եւ այսպես շարունակ, այսինքն այդքան շատ չենք համակարգված աշխատանքի արդյունք է եւ սեփական սխալները գիտակցելու եւ ճշտելու արդյունք է վաղաշապատի ընտրությունների լավ արդյունք, այսպես ասեմ, կարճ ասած։ Լավ, ես այդպես էլ անկեղծ ասած չհասկացա, իսկ Գյումրիում չէիք աշխատել։ Գյումրիում էլ էինք աշխատել ու Գյումրիում ես էլ եմ ասում, մենք ամենաբարձր ձայներն ենք հավաքել, եկեք չմոռանանք այդ մասին։ Ձեր ասած շատ ուժեր էին, էլի աշխատել էինք Փարաքարում, բայց էլի ասում եմ, տեսեք, մենք արժանապատվորեն ընդունեցինք, ես ասում եմ համամասնականը թիմից տարբերվում է բնականաբար, որովհետև ոչ թե քաղաքական ուժ, այնտեղ նաև անձով պայմանավորված ընտրությունների արդյունքներ կան, ավականու ցուցակում ընդգրկված մարդկանց այսինքն լավներ ավելի եւ ընդունելի է բնականաբար, դա էլ է արժդում բնականաբար մեծ տոկոսով, նաև տեխնացուի մասը ԿՊ-ի հաղթանակն է, թե Արգիշտի Մեխակյանի։ Երկուսը միասին չեմ կարող ասել մենակ ԿՊ-ի եւ չեմ կարող ասել Արգիշտի Մեխակյանի, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը իրապես բացառիկ անձնավորություն է, ես շատ եմ գնահատում թե իր համեստությունը, թե աշխատասիրությունը, թե համայնքի նկատմամբ օգտատարությունը եւ դա անժխտելի է, որովը մեկը դա չի կարող շղթել։ Շատ լավ, գալով այդ երրորդ կետին, ամբողջ քարոզարշավի ընթացքում եկեղեցու դեմ պայքարի, եկեղեցին վեհարանը ազատելու մասին եւ այլնի մասին որևէ անգամ չխոսվեց եւ ինքը Արգիշտի Մեխակյանը այս մասին երբեք չի խոսել իր քարոզարշավի ընթացքում եւ ինքն էլ այդ մասին բարձրաձայնեց, որ իր օրակարգում նման հարց չի եղել եւ թիմ ընտրությունների օրակարգում նույնպես նման հարց չի եղել։ Հիմա ստացվում է, որ ձեր ուժը ներողություն միգուցե մի քիչ ավելի սուր լինի, բայց ասֆալտի, դպրոցների, մանկապարտեզների համար, մանկապարտեզների այս թեզերով եւ նաեւ բազմաթիվ այլ թեզերով, սոցիալական խնդիրներով իշխանության է գալիս եւ հետո հայտարարում է, որ սա նոր լիցք է վեհարանի եւ մայրաթոռը ազատագրելու։ Այստեղ մանիպուլյացիա չեք տեսնում։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև այո, թիմ ընտրությունները հիմնված են այն աշխատանքով, ինչպես նշեցիք դուք, դպրոցներ, մանկապարտեզներ, ասֆալտապարում, բարեկարգում եւ այլն, այն ամբողջ ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, մի պահ չենք կանգ առել, որևէ ձևով դա չի խաթարվել որևէ համայնքում։ Դա ներկայացնելը մի այլ այսպես գործառույթ է իրենից ներկայացնում, ծրագրերն է բնականաբար համայնքի ղեկավարի համար ամենակարևորը հենց այդ ծրագրերի իրականացումը ապահովելն է բարեկեցությունը իր համայնքի։ Հիմա անդրադառնամ, Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, շատ հին ընտրում, ներկայացված հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից, քաղաքացիական պայմանագիր կուսակցության
օրակարգում է վեհարանը վեհին վերադարձնելու օրակարգը։ Դա մեր օրակարգն է եւ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում կուսակցությունը այդ օրակարգից ոչ հրաժարվել է, ոչ էլ հրաժարվել է։ Հիմա Բայց վաղարշապացու հետ խոսելից դուք դա չեք ասել։ Դուք մարդուն չեք ասել, դուք դա իրեն այսպես ուղիղ տեքստով չեք ասել։ Եթե ինձ ձայն ես տալիս, ես ազատում եմ վեհարանը, եթե ձայն չես տալիս, ես չեմ ազատում վեհարանը։ Հասկանում եք, ուղիղ տեքստով մարդկանց չի ասել։ Հիմա ասեք մենք խաղաղության օրակարգի մասին վաղարշապացուն չենք ասել, բայց մենք խաղաղություն ենք բերել, բայց մենք վաղարշապացուն ուղիղ չենք ասել։ Ինչ Արգիշտի Մեխակյանը այդ մասին ասել է վաղարշապացուն, ոչ իհարկե։ Ինքը խոսել է համայնքային ծրագրերից, բայց դա մեր օրակարգն է, որին որ մաս են կազմում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ներառյալ նաև վաղարշապատի բնակիչները։ Հետևաբար վաղարշապատի բնակիչը հստակ գիտի, չէ՞, որ ինչն է այս կուսակցության օրակարգերը, նաև վստահ եմ, որ գիտի, որովհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում, եթե նկատել եք, այդ օրակարգը եղել է ամենաթեժ օրակարգերից մեկը, պատարակների շարունակական բնույթը, կարգալույց լինելը, ես օրինակ բազմիցս խոսել եմ, մասնակցել եմ եւ այլն, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ Այնպես որ դա թեժ մեր օրակարգերից մեկն է նաև այս ընթացքում։ Այսինքն Էջմիածնեցին, վաղարշապատցին վստահաբար այդ օրակարգի մասին լիիրավ տեղյակ է։ Այստեղ խոսել դրա մասին իմաստ չկա, ոնց որ խոսենք խաղաղության մասին, այս պահի դրության Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ առանձնահատուկ դրա ժամանակն էլ իհարկե կգա, եթե դրա կարիքը զգացվի, բայց ինչ է մեր օրակարգն է, որին որ ժողովուրդը տեղյակ է։ Այդ թեմայով հարցնեմ, էլի, եթե ուղիղ տեքստով Արգիշտի Մեխակյանը օրինակ գնար եւ քաղաքացուն իրեն ընտրողին ասեր ձայն տուրի ինձ, ոչ թե որ ես դպրոցը վերանորոգեմ, ես կարողանամ քո մանկապարտեզը վերանորոգել եւ քո բակը ասֆալտապատել, այլ վեհարանը ազատագրել, կարծում եք նույն արդյունքն է ունենալու։ Պետք չէր ուղիղ տեքստով ասել, եւ եթե նույնիսկ էլ ասեր, վստահ եմ, որ ավելի շատ ձայներ էինք հավաքելու։ Վստահ եմ։